Վստահում եք Հայաստանի իշխանություններին։ Անպայման։ Ինչու՞։ Որովհետև նախկիններին չեմ վստահում։ Կորցրել են վստահությունը։ Իսկ ներկաները բավականաչափ բան են արել, որը տեսնում ենք, որը զգում ենք, որը հասկանում ենք։ Իրենց թերություններով հանդերձ, սխալներով հանդերձ, այնուամենայնիվ իմ կարծիքով լավագույն իշխանությունն է այս տարիների։ Վստահում եք Հայաստանի իշխանություններին։ Ես չեմ խոսում թեմաներով, կներեք։ 50%։ Լավ չեն շարժում, էլի մի քիչ աշուշտ են անում։ Որ Ինչու՞։ որ իշխանություն։ Ներկա իշխանություն։ Հայաստանի։ Չէ, Ոչ չենք վստահում։ Ինչու՞ հիմնավորեք ինչու։ Ինչ անենք։ Ինչ են արել, որ վստահում եք։ Ես չեմ ինչ են արել, թա գիտեմ։ Ինչ գիտեմ ես։ Այդ իշխանություն կա Հայաստանում։ Փաստացի է։ Ես չգիտեմ, որ կա։ Բայց որ Հայաստանը կործանված է, այդ 100%-ով։ Ինչու եք այդպես մտածում։ Դա միայն ես չեմ մտածում։ Դա մտածում է մեր հայ հասարակությունը։ Հայաստանը արդեն կարելի է ասել չկա։ Վստահում եք Հայաստանի իշխանություններին։ Ոչ։ Վստահում ենք, ինչ անենք։ Այդ է մեր ունեցած իշխանությունը։ Դրա համար էլ կարելի է վստահել։ Իշխանությունը ինձ վստահում է, որ ես իրաց վստահեմ։ Խրխռալ է ապրում ենք, ինձ չին վստահես։ Չի կարող մի ժողովրդին պահի, ոնց կարած վստահես։ Եթե մի ընտանիքի հայր է, իր երեխանցի չի կարող պահի, աշխատանք չունի։ Նույնն էլ այդ իշխանությունին են էլի։ Մենակ իրանց համար են մտածում, Ազիզ Բալամային համար էլա չեն մտածում։ Վստահում եք Հայաստանի իշխանությանը։ Չէ։ Ինչու։ Հենց։ Նորմալ մտածողության տեր մարդը այսքանը տեսնելուց հետո ինչպես կարող է վստահել այսքան դառնությունները, այսքան ցավը։ Եթե մարդը նորմալ ուղեղ ունենա, իհարկե վստահելը ամոթ է ասել նման դեպքերում։ Ես շատ հիասթափված եմ։ Ոչ թե անձնական, այլ ընդհանրապես երկրի վիճակը տեսնելով մենք ինչպես կարող ենք վստահել։ Միայն հիասթափություն, հուսախաբություն։ Փառք Աստծո ես չեմ մասնակցել ընտրություններին չեմ մասնակցել, չեմ զղջում, բայց գտնում եմ, որ Հայաստանը այսպես շարունակելու դեպքում շատ մռայլ ապագա է սպասվում։ Ես գտնում եմ, որ իշխանափոխություն պիտի լինի։ Վստահում եք Հայաստանի իշխանություններին։ Այո։ Ինչու։ Մարդիկ նորմալ աշխատում են, ինչու։ Այս դրա համար էլ վստահում ենք։ Իշխանություն ասելով վարչապետին նկատի ունեք։ Եթե վարչապետը այսօր մի բան ասում, վաղը մի ուրիշ բան ասում, ինչպես վստահենք։ Կանգնել է 19 թվականին ես ներկա եմ եղել, ասել է Արցախը Հայաստանը եւ վերջ։ Մի տարի հետո ասում է տեղ գյուղից այն կողմ Ադրբեջանը։ Այդ մի օրինակ, դա փոքր օրինակ չի, մեծ օրինակ է, հա։ Իհարկե ոչ, այն մարդը նորմալ չի, հոգեկան խանգարումներ ունի ինքը։ Նորմալ մարդ չի։ Հայաստանի իշխանություններին վստահում եք։ Չէ, դրանց հետ գործ չունեմ։ Վստահում եք Հայաստանի իշխանություններին։ Չէ։ Ինչու։ Ինչ են արել, որ չեք վստահում։ Կներեք ժամանակ չունեմ, էլի թե երկար ժամանակ։ Ես վստահում եմ։ Ինչու եմ վստահում, որովհետև անընդհատ նայում եմ, լսում եմ ու շատ վստահում եմ։ Փաշինյանին ես վստահում եմ։ Ուզում եմ, որ ինքը մնա նորից վարչապետ, էդ եմ ուզում։ Բայց ինչ լավ բան է արել Փաշինյանը։ Փաշինյանը հիմի որ տեսնում եք ամեն ինչը լավ բաներ անում։ Շատ։ Եթե իր աշխատանքը գնահատեն, այդ ձևի բաներ վատ բան չեն ասի Փաշինյանին։ Վստահում եք Հայաստանի իշխանությանը։ Ես բոլորին եմ վստահում։ Մի քիչ։ Ինչու։ Լավ է, չեմ խոսում։ Լավ։ Մեզ ոչ մի բան մեկ հարցնի, մենք ոչ մեկին չենք վստահում։ Վստահում եք Հայաստանի իշխանություններին։ Վստահում եք Հայաստանի իշխանություններին։ Այո։ Դե որպես Հայաստանի Հանրապետության ղեկավար, անկախ նրանից մեր մեծերը մի ասացվածք ունեին, ասում էին պոլիփետին էլ որ
շոր են հագցնում, ասում են ձեր ղեկավարն է, պետք է ընդունեք։ Այդ ստիպված։ Հա, բա ինչ եմ անում։ Ամենաճիշտը Հայաստանի իշխանությունն է։ Այո, բա այն մնացած բանսարկունները Ումի նկատի ունեք ընդդիմությանը։ բոլորը նրանք ովքեր վատ են խոսում Հայաստանի համար։ Ուզում են ճնշեն։ Այո, վստահում եմ Ազիզ ջան։ Մարդիկ առաջ են գնում։ Ինչքան քանդու քարափելած կա, ոնց են ասում, նորոգում են։ Հետո էլ այս վերջին դեպքերն էլ էլի փրկեցին մեր երկիրը։ Շատ ահավոր բաներից, այո։ Ես վստահում եմ ու ընտրելու եմ նորից իրանց։